Առաջին բանը, որ ուզում եմ այսօր տեղյակ պահել բոլորիս, որ վիրավորվածությունը, վախը, տգիտությունը կարող են մեզ թիրախ դարձնել մանիպուլյացիայի համար։ Մանիպուլյատորները սիրում են հատկապես խաղալ վիրավորված մարդու զգացմունքների հետ։ Նրանց համար մեծ թիրախ է վիրավորված սիրտը։ Ինչու է դա այդպես։ Որովհետև վիրավորված մարդը ոչ թե մտածում է ըստ ճշմարտության, ոչ թե շարժվում է ըստ սթափ մտածելակերպի և ողջախոհության, այլ ըստ զգացմունքների։ Իսկ մարդու էմոցիաները մենք շատ լավ գիտենք, որ խաբուսիկ են։ Մարդու զգացմունքները կարող են նրան մոլորեցնել և դառնալ հրաշալի գործիքներ մանիպուլյատորի ձեռքում, մեր իսկ զգացմունքները։ Այս առումով Առակաց 18-19 խոսքում Աստծո խոսքը հետևյալն է ասում. «Դառնացած եղբայրը կամ վիրավորված եղբայրը ամուր քաղաքից անառիկ է։ Նա փակվում է, նա դառնանում է, նա վիրավորվում է և նա կարող է նաև խոցվել և խոցել, ինչպես նաև զոհ գնալ մանիպուլյատորին։ Նա շատ հեշտ տրվում է մանիպուլյացիաներին, շատ հեշտ տրվում է տարբեր էմոցիաներին։ Վերջ-ի-վերջո վիրավորված սիրտը ոչ միայն փակվում է ուրիշների առաջ, վիրավորված մարդը փակվում է նաև ճշմարտության առաջ։ Նա կարծես adekvat չի կարողանում ճշմարիտ ձևով գնահատել իրավիճակը։ Դրա համար ահա Աստվածաշունչն ասում է, որ վիրավորված անձնավորությունը ինքը փակ քաղաքի նման է։ Նա չի ուզում լսել ճշմարտությունը, նա չի ուզում տեղյակ լինել օբյեկտիվ իրականությունից, հետևաբար կհայտնվեն մանիպուլյատորները, որոնք կփորձեն խաղալ մարդու այս իրավիճակի հետ և դա օգտագործել իրենց շահերի համար և օգտագործել ընդդեմ մեզ։ Եվ այդ ժամանակ սկսվում է հույզերի կառավարումը և պարզ է, չէ՞, մեր հույզերը այդ ժամանակ չեն կառավարվում Աստծո կողմից, այլ կառավարվում են մարդկանց կողմից, մարդկանց խոսքերի կողմից։ Իմիջիայլոց շատ կարևոր է, որ մենք սովորենք մեր հույզերը կառավարելի դարձնել Աստծո խոսքի կողմից և Աստծո հոգու կողմից։ Հակառակ դեպքում ուրիշները կկառավարեն մեր հույզերը։ Վերջ-ի-վերջո մանիպուլյացիայի նպատակը միայն մեզ կառավարելը չէ, այլ մեզ կամակատար դարձնելն է, մեզ ստիպելն է, որ մենք կատարենք ուրիշի կամքը, ուրիշի ուզածը, հասնենք ուրիշի նպատակին։ Հիմա ես ցանկանում եմ խոսել 5 բաների մասին, որոնք մեզ խոցելի են դարձնում մանիպուլյացիայի համար։ Եվ առաջին բանը, թեպետ ակնարկեցի սկզբից նախաբանում, վիրավորվածությունն է։ Ուրեմն առաջին երևույթը, առաջին բանը, որ մեզ խոցելի է դարձնում մանիպուլյացիայի համար, դա վիրավորվածությունն է։ Մարդը, ով չի ապաքինվել իր անցյալի վերքերից, նա նոր վերքեր կստանա և նա շատ հեշտ կառավարելի կդառնա դիմացիների կողմից։ Դրա համար ներումը շատ զորավոր լուծում է, որպեսզի մենք պաշտպանված լինենք նման զգացումներից և նման մանիպուլյացիաներից, որովհետև մարդիկ վերջ-ի-վերջո այս կետը կօգտագործեն մեր կյանքի մեջ։ Եվ սրանով մենք շատ խոցելի կդառնանք և պարզ է, որ մեզ շատ հեշտ կկարողանան կառավարել, տրամադրել մարդկանց դեմ կամ ինչ-որ հույզերի տիրապետելով մեր կյանքում մեզ մղեն, որ մենք անենք այնպիսի բաներ, որոնք իրականում չենք ուզում, բայց ստիպված ենք դա անել։ Ուրեմն, երբ որ դուք վիրավորվում եք, իսկ դուք անպայման կվիրավորվեք, մարդը ընդհանրապես խոցելի է, բայց շատ կարևոր է, որ ողջախոհությունը իշխի մեր էմոցիաների վրա և ոչ թե մեր էմոցիաները իշխեն մեր մտքի վրա։ Հետևաբար մի հատ խորը մտածեք, խորը շունչ քաշեք, սթափ մտածեք, արդյոք դուք հիմա բաց չեք ուրիշների մանիպուլյացիաների համար, արդյոք դուք հիմա չեք դարձել կառավարվող ուրիշների կողմից։ Ուրեմն առաջինը, վիրավորվածությունը մեզ խոցելի է դարձնում մանիպուլյացիայի համար։ Երկրորդ, մեղքի զգացումը կամ մեղավորության զգացումը։ Իհարկե մենք բոլորս մեղքի մեր բաժինն ունենք, մենք բոլորս մեղավոր ենք և մենք դա պետք է գիտակցենք, բայց մանիպուլյատորը ինչ է անում, նա գալիս է և ստիպում է մեզ, որ մենք մեղավորը զգանք այնտեղ, որտեղ մենք ընդհանրապես մեղքի բաժին չունենք։ Նա պարտադրում է մեզ, երբեմն մենք հարկադրված ենք դա անել, մենք ներսում գիտենք, որ մեղավոր չենք, բայց որպեսզի հաճեցնենք և հանգստացնենք դիմացինին, ստիպված մենք խաղում ենք կամ ընդունում ենք, որ մեղավոր ենք, անում ենք մի բան,
որ չենք ուզում անել։ Սա հենց մանիպուլյացիան է, երբ որ մեկը բռնի կերպով կամ տարբեր միջոցներով փորձում է իր կամքը, իր միտքը, իր որոշումը թելադրել մեզ։ Օրինակ, նման մարդիկ կարող են հետևյալ արտահայտություններն անել. «Սաղ դու ես մեղավոր» կամ «Քո պատճառով այդպես եղավ», «Դու որ չլինեիր, այսպես չէր լինի»։ Նման արտահայտությունները, երբ որ հատկապես դրանք շարունակական ձևով կրկնվում են մանիպուլյատորի կողմից, կարող են անգամ մեր ներսում բնադրել եւ վերջ-վերջով մենք կարող ենք հավատալ, որ իսկապես ես եմ իր դժբախտության պատճառը, որ ես եմ մեղավոր, որ այդ վիճակը այդպես ստացվեց, որ ամեն բան իմ պատճառով եղավ։ Նրանք ստիպում են, որ մանիպուլացվող մարդը համոզվի, որ իսկապես խնդիրն իր մեջ է եւ ոչ թե ուրիշների մեջ է, համակերպվի այդ մտքի հետ եւ վերցնի ուրիշների մեղադրանքն իր վրա։ Ուրեմն երկրորդ բանը, որ մեզ խոցելի է դարձում մանիպուլյացիայի համար, դա ուրիշների մեղադրանքն է կամ մեղավորության զգացողությունը, կեղծ մեղադրանքը։ Այս առումով հրաշալի խոսք Աստվածաշնչում։ Հռոմեացիներին 8-րդ խոսքում Պողոս առաքյալը գրում է. «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար»։ Որպեսզի զոհ չդառնանք ուրիշների մեղադրանքներին, նախ պետք է հասկանանք, որ ես իսկապես մեղավոր եմ, թե ինձ ստիպում են ես մեղավորը զգամ ինձ։ Եվ եթե ես Հիսուս Քրիստոսի մեջ եմ եւ ապրում եմ համապատասխան Աստծո խոսքի, մեղադրանք չկա իմ կյանքի մեջ, ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա։ Մեկ այլ տեղ Պողոս առաքյալն ասում է, որ ով կարող է մեզ մեղադրել։ Խոսքը չի վերաբերում այն բաների մասին, որոնք իսկապես մենք անում ենք եւ արժանի ենք մեղադրանքի, բայց երբ որ անձնավորությունը գալիս է մեր կյանք եւ սկսում է անդադար մեզ մեղադրել եւ մատ թափ տալ մեզ վրա եւ ստիպել, որ անընդհատ մենք մեզ խեղճ, ճնշված եւ մեղավորը զգանք, հավատացնում եմ ձեզ, դուք այդ ժամանակ խոցելի կդառնաք մանիպուլյացիայի համար։ Ուրեմն երկրորդ մեղադրանքը կամ մեղավորության զգացողությունը, որը փաթաթում են ձեր վզին, դա մանիպուլյացիայի հզոր զենք է եւ մենք պետք է զգույշ լինենք, որպեսզի զոհը չդառնանք նման երևույթի համար։ Երրորդ բանը, որ մեզ խոցելի է դարձում մանիպուլյացիայի համար, թիրախ է դարձում, դա ինքնագնահատականի պակասն է։ Երբ որ մարդը սեփական արժեքը չի գիտակցում եւ անընդհատ կախված է ուրիշների կարծիքներից, ուրիշների մոտեցումներից եւ ուրիշների արժևորումներից։ Նման պարագայում մանիպուլացվող անձնավորությունը կարող է կախված լինել մեկի բարևից կամ չբարևելուց։ Օրինակ կարող է նա գնալ եւ մտածել. «Ինչ չբարևեց, տեսնես ինչ եմ արել, տեսնես ինչ է պատահել»։ Եվ գուցե այդ անձնավորությունը պարզապես անտեսել է քեզ կամ դիտմամբ ուղղակի խաղում է քեզ հետ, մանիպուլացնում է քեզ, բայց դու օրերով կարող ես գնալ եւ տանջվել։ Կամ մանիպուլացնողը կարող է մոտենալ քեզ եւ ասել. «Լսի, հետդ խոսելու բան ունեմ, բայց հիմա չէ։ Մի քիչ թող անցնի, հետո կխոսեմ»։ Եվ սովորաբար նման մարդիկ դեմքի հատուկ արտահայտություն ունեն, չէ՞։ Եթե հետս խոսելու բան ունես, ապա հիմա խոսիր, ինչու հետո։ Կամ եթե հետո պետք է խոսես, ինչու ես հիմա ասում։ Սա եւս մանիպուլյացիայի մի հնարք է, այսինքն մանիպուլացնողը ասում է թող գնա տանջվի, թող գնա խոցվի, մի քանի գիշեր չքնի, գնա մտածի, ընկնի տանջանքների մեջ։ Հենց սա է նրանց նպատակը։ Ուրեմն մի տրվեք նման մանիպուլյացիաներին։ Եվ նման մարդուն կարող եք շատ պարզ պատասխանել, որ կամ հիմա ասա, ինչ ունես ինձ հետ խոսելու, կամ էլ այլևս ես ցանկություն չունեմ խոսելու որևէ բան։ Ուրեմն զոհ չդառնանք եւ իմանանք մեր արժեքը։ Ես չեմ ասում մեծամիտ լինենք, բայց այն անձնավորությունը, ով թերարժեք է իր նկատմամբ, ով ինքնագնահատականի պակաս ունի, խոցելի է դառնալու ուրիշների մանիպուլյացիաների դիմաց։ Չորրորդ բանը, որ կարող է մեզ մանիպուլացնել, դա մեկուսացվածությունն է, երբ որ մանիպուլյատորը ամեն բան անում է, որ դիմացինը մեկուսանա ուրիշներից, մեկուսանա առողջ հարաբերություններից եւ նա անփոխարինելի լինի այդ անձնավորության կյանքում,
ազդելով նրա որոշումների վրա, ազդելով նրա հուզական վիճակի վրա։ Նման պարագայում մանիպուլյատորը սովորաբար ասում է առանց ինձ դու կործանված ես, եթե ես չլինեմ քո գլուխը կուտեն, քեզ կխաբեն, քեզ կմոլորեցնեն, հետևաբար դու միշտ կարիք ունես, որ ես քո կողքը լինեմ։ Եվ նա ինչ է անում, մեզ մեկուսացնում է ուրիշներից, առողջ հարաբերություններից եւ փորձում է այդպես մեզ վերահսկել։ Եվ 5-րդ բանը, որ մեզ խոցելի է դարձնում մանիպուլյացիայի համար, դա հոգևոր անչափահասությունն է, այսինքն բավարար հասակ չունենալը, բավարար զարգացվածություն եւ ճանաչողություն չունենալը։ Տեսեք Եփեսացիներին 4 գլխի մեջ 14-րդ խոսքում Պողոս առաքյալը ինչ է գրում, մենք նախկինում սրա մասին արդեն անդրադարձել ենք։ Այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց եւ մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են։ Տեսեք, Պողոս առաքյալը հետևյալ կոչն է անում. չլինենք երեխաներ։ Երեխաները ոչ միայն դիմացին հմուտ են մանիպուլացնելու մեջ, նաև խոցվում են մանիպուլյատորի առաջ, շատ արագ կարող են խաբվել, նրանք պարզամիտ են, եւ Աստծո խոսքն ասում է, որ մենք չպետք է երեխաներ լինենք, իսկ ինչպիսին են հոգևոր երեխաները, ասում են, նրանք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց եւ մարդկանց խաբեբայությունից։ Ահա տեսեք, մանիպուլյացիան հենց ինքը խաբեբայություն է, մարդկային խաբեբայություն, որով նրանք փորձում են իրենց կամքը թելադրել ձեզ, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են։ Եթե ինձ հարցնեն եւ ասեն երկու բառով նկարագրիր ինչ է մանիպուլյացիան, ապա ահա Աստվածաշունչը պարզ ասում է խորամանկությամբ մոլորեցնել ինչ որ մեկին, խորամանկությամբ մոլորություն։ Վերջ-վերջո ինչ է ասում Աստվածաշունչը մանիպուլյացիայի մասին։ Արդյոք այդ բառը կա Աստվածաշունչում։ Իհարկե, մանիպուլյացիա բառը շատ ավելի ժամանակակից բառ է, դրա համար մենք չենք գտնի Աստվածաշունչում, բայց դրա սահմանումը եւ բնութագիրը պարզ տրված է Աստվածաշունչում։ Այսինքն այն խաբեություն է, այն մոլորություն է եւ վերջ-վերջո այն շահագործում է, երբ որ նպատակը դիմացինին շահագործելն է, կամքը թելադրելն է, դիմացինին ծառայեցնելն է սեփական շահադիտական նպատակներին։